Ողջույն, Armenia TV եթերում մենք նորից ճամփորդելու ենք։ Այսօր խոստանում եմ լինելու շատ հետաքրքիր։ Ես որտեղ եմ, դրախտային Թայլանդում։ Չփոխեք ալիքը, մնացեք ինձ հետ։ Այսօր ծրագրում ես հայտնվելու եմ Բանգկոկի ամենահայտնի վայրերում։ Առաջինը շուկայում, որտեղով օրվա ընթացքում 2 անգամ գնացք է անցնում։ Դուք չեք պատկերացնի, թե ինչ արագությամբ են աշխատակիցները հավաքում տաղավարները։ Իսկ դրանից հետո հայտնվելու եմ լողացող շուկայում։ Սա ամենաէքսկլյուզիվ վայրերից մեկն է, որ կարելի է տեսնել այստեղ Բանգկոկում։ Բաց չթողնեք, լինելու է շատ հետաքրքիր։ Սիրելի հեռուստադիտողներ, ես Բանգկոկից 40 կիլոմետր հեռավորության վրա եմ գտնվում։ Ինչու՞։ Որովհետև այստեղ կա կարևոր եւ շատ հայտնի մի վայր, որտեղից սկսում եմ այսօրվա հետաքրքիր օրս ու այցելությունն ու շարունակելը ծանոթությունը այստեղ Բանգկոկ քաղաքի հետ։ Այս պահին շտապում եմ հանդիպելու իմ զբոսավարին, ով սպասում է ինձ ու հասկանալու որտեղ ենք ու ինչ ենք այսօր տեսնելու։ Աննա, ողջույն, ահա և իմ այսօրվա զբոսավարը սիրելի հեռուստադիտողներ, դե Աննա, շնորհակալ եմ, որ այսօր միասին ենք ու գտնվում ենք, իհարկե արդեն մեր հեռուստադիտողները հասկանում են որտեղ, որովհետև եթե կան գնացքի գծեր այստեղ, արդեն պարզ է, որ ամենահայտնի կետերից մեկում ենք այստեղ Թայլանդում։ Ողջույն Վարդան, ուրախ եմ, որ այստեղ ես քո նկարահանող խմբի հետ։ Այո, իրավացի ես։ Եթե մենք կանգնած ենք գնացքի երկաթուղու մոտ, ապա Թայլանդի ամենահետաքրքիր, հայտնի ու էքստրեմալ կետում ենք։ Սա գնացքի փողոցն է։ Այսինքն գնացքը անցնում է փողոցի ուղիղ կենտրոնով, իսկ երկաթուղու երկու կողմերում մայթեր են, որոնց վրա սրճարաններն ու խանութներն են դասավորված։ Բնականաբար այդ ամենը մեկ հիմնական նպատակ ունի՝ գրավել հնարավորինս մեծ թվով տուրիստների եւ նրանց առաջարկել մի տեսարան, որը համեմատելի չի լինի որևէ այլ բանի հետ։ Ժամանակին երկաթուղին ազատ էր, դրան շենքեր ու տներ չէին շրջապատում։ Տարիների ընթացքում կառուցվեցին այս տները, բայց գնացքի երթուղին չփոխվեց ու հիմա դա ծառայում է հիմնական նպատակին։ Գնացքի ժամերը հստակ են, դրանք փակցված են այստեղ հենց փողոցի սկզբում, այնպես որ կարելի է անվտանգ պլանավորել անելիքները։ Տեսնում եք, նույնիսկ ժամերը հստակ գրված են, որ ժամին է գնացքը այստեղ անցնելու։ Տեսնում եք ինչքան մարդ կա այստեղ, սիրելի հեռուստադիտողներ, այո, թե զբոսաշրջիկները, թե տեղացիները, պարտադիր վաղ առավոտյան գալիս են այստեղ տեսնելու այդ process-ը։ Աննա, առաջարկում եմ քայլենք դեպի այն կողմ, որտեղ գտնվում է հանրահայտ շուկան, եւ ասա ինձ խնդրում եմ, ինչպես է այս վայրը դարձել հայտնի։ Ես տեղյակ եմ, որ բլոգերներից մեկը նկարանելով փոքրիկ տեսանյութ այստեղ տեղադրել է այն համացանցում եւ այն մեծ տարածում է ձեռք բերել ու վայրը դարձել է հանրահայտ։ Այո, իրականում ներքին туриզմի աշխարհում, ինչպես նաեւ մեր մոտակա երկրներում այս փողոցի մասին գիտեին ու մարդիկ հաճախ էին գալիս այն տեսնելու։ Բայց փողոցի ու շուկայի համբավն ամբողջ աշխարհով տարածվեց այն ժամանակ, երբ հայտնի բլոգերներից մեկը ուղղակի եկել էր Թայլանդ ու տեսել փողոցը։ Այստեղ հետաքրքիր տեսանյութերի շարքեր նկարել ու երբ դրանք տարածել էր իր սոցիալական հարթակներում, մարդիկ շատ էին տպավորվել։ Հետզհետե ավելի մեծ քանակությամբ օտարերկրացիներ սկսեցին գալ մեր երկիր հենց այս փողոցի մասին հարց ու փորձ անելով։ Իսկ բոլոր ժամանակ անց տուրիստական բազմաթիվ ընկերություններ ամբողջ աշխարհում սկսեցին որպես տեսարժան վայր տեղադրել այս փողոցը իրենց փաթեթներում։ Գնացքի ամենաանցուդարձի ժամանակ մարդիկ ստիպված են լինում տեղաշարժել տաղավարները։ Երբ գնացքը անցնում է, ամեն բան վերադարձնում է նախնական դիրքին։ Եվ դուք սիրելի հեռուստադիտողներ պատկերացրեք, թե ինչ արագությամբ է այդ ամենը տեղի ունենում, այսինքն երբ գնացքը պետք է այստեղով անցնի, վայրկյանների ընթացքում այս տաղավարները վերանում են, այս ամենը հավաքում են եւ պատրաստվում գնացքին դիմավորելուն։ Այն տևում է ընդամենը մի քանի վայրկյան, բայց ամենակարևորը հենց դրա շնորհիվ շուկան այդքան
հայտնի է եւ այստեղ տեսնում եք շատ են գնորդները եւ սա դրա համար համարվում է լավագույն շուկաներից մեկը։ Դու ասացիր Աննա, որ օրվա մեջ 2 կամ 3 անգամ է գնացքը անցնում, այսինքն օֆիցիալ կա հատուկ ժամեր եւ մարդիկ դրա մասին նախապես տեղեկանում են։ Այո, գնացք ունի հստակ չվացուցակ։ Դրանց մասին գիտեն բոլորը։ Օրվա մեջ 3 հատուկ ժամ կա։ 8:30, 11:10 եւ երեկոյան 11:30։ Այս հստակ չվացուցակը եւս օգնում է մարդկանց ճիշտ դասավորել իրենց անելիքներն ու աշխատանքը։ Երբ գիտեն, որ գնացք գալու ժամերը մոտ են, հավաքում են տաղավարները, որ վերջին պահին խուճապի չմատնվեն։ Ինչն է հետաքրքիր շուկայում այստեղ, բացի այն, որ իհարկե շատ են հուշանվերները, որտեղ զբոսաշրջիկները շատ են, այստեղ ամենուր նաև ծովամթերք են վաճառում, օրինակ այստեղ թարմձուկ են վաճառում, այսինքն այս շուկայում կարելի է ամեն բան գտնել։ Իհարկե շուկան շատ բազմազան է։ Այստեղ մի տաղավարում հագուստ է, դրան անմիջապես կարող է հաջորդել ծովամթերքի տաղավարը։ Մի քիչ այն կողմ համեմունքներն ու կենցաղային պարագաները կլինեն։ Ամեն բան վաճառվում է այս տարածքում։ Տես օրինակ այստեղ ամենաթարմ ծովամթերքն է։ Այն բռնել են օվկիանոսից եւ ծովից այս առավոտ ժամը 6-ին։ Մի քիչ մշակել ու ուղիղ շուկա բերել։ Աննա, կասես ինչպես է այս վայրը անվանվում, որովհետև սա Բանգկոկը չէ, ես արդեն հեռուստադիտողներին ասացի, որ մենք գտնվում ենք Բանգկոկից 40 կիլոմետր հեռավորության վրա։ Այս վայրի պաշտոնական անունը Մեկրոն կայարան է։ Ժամանակին այստեղ շենքեր, շինություններ եւ ենթակառուցվածքներ չեն եղել։ Ինչպես նախապես ասացի, դրանք ժամանակի ընթացքում են ավելացել։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպիսին է վայրը շուկան, որը շատ հայտնի է, տեսեք զգուշացում է արդեն գալիս ձայնային, որ պատրաստվեք շուտով գնացքը անցնելու է։ Սա իհարկե հիմնականում նշան է տեղի աշխատակիցների համար, մարդկանց համար, ովքեր եւ ղեկավարում են եւ տնօրինում են այս տաղավարները, որպեսզի արդեն զգուշանան ու պատրաստվեն process-ին այս ամենը այստեղից հավաքելու։ Աննա, ես գիտեմ, որ ցավոք սրտի այստեղ դժբախտ պատահարներ եւս եղել են, երբ գնացքը անցել է եւ մարդիկ այսպես փորձել են նկարել կամ նկարվել այդ ամենը տեսնելիս այստեղ այս թաղամասում եւ իհարկե ավարտը բավական տխուր է եղել։ Ցավոք լինում են պատահարներ, դրանք հիմնականում անուշադրության կամ արկածախնդրության հետևանք են։ Մարդկանց 1000 անգամ զգուշացնում են, վերջին պահին ցատկում են մայթեզրին, որ լավ լուսանկար ստանան։ Տեսեք, հավաքում են արդեն, սիրելի հեռուստադիտողներ, պատրաստվում են, այո, ամեն բան տանում են ներսի հատված։ Շատ են նման վատ դեպքեր եղել։ Դեպքերը շատ չեն, բայց եղել են ամեն դեպքում։ Մի քանի միլիմետրն անգամ նշանակություն ունի։ Պետք է հեռու կանգնես, որ այդ արագության զոհ չդառնաս։ Իսկ Աննա, ասես ինչքան է երկարությունը այս շուկայի։ 1 կիլոմետր է ձգվում շուկայի հատվածը։ Այստեղ կարելի է զբոսնել, լուսանկարվել, գնումներ անել, որևէ համեղ բան համտեսել ու սրճարաններում ժամանակ անցկացնել։ Սիրելի հեռուստադիտողներ, դե ինչ, երևի թե եկավ պահը արդեն, սպասենք, տեսնենք ինչպես է այդ ամենը տեղի ունենում եւ հետևենք ամբողջ process-ին։ Արագացրեք, գնացքը գալիս է, սկսեք հավաքել եւ տանել ապրանքը ներս։ Գնանք այն կողմ ու հետևենք ամբողջ process-ին։ Տեսեք սիրելի հեռուստադիտողներ, ինչ հետաքրքիր է, այո, ամեն բան պատրաստվում է, տեսեք, փակում են ուղղակի տաղավարները եւ պատրաստվում գնացքին, սակայն տեսեք ինչքան զբոսաշրջիկ կա այստեղ։ Մի հատ այստեղ նայեք, ահա խնդրեմ առջևում ամբողջությամբ բացեցին, պատրաստ են դիմավորելու գնացքը, չէ՞։ Այո, բոլորը պատրաստվում են գնացքի գալուն։ Այն շուտով կմոտենա, ձայնային ազդանշանը հնչել է։ Պետք է ամեն բան հավաքել, դիրքավորել։ Եթե ուզում ես լուսանկարել ու ավելի մոտիկից տեսնել, պետք է տեղացիների հրահանգներին հետևես ու կանգնես գծից այն կողմ, անվտանգ գոտում։ Տեսեք ինչ հետաքրքիր է, նույնիսկ այսպես կարմիր գծով նշանն է տված, որպեսզի մարդիկ տեղեկանան, որ գծից այն կողմ է պարտադիր պետք կանգնել, գծից այս կողմ իհարկե արդեն վտանգավոր է։ Այո, պետք է լսել տեղացիներին, մենք շատ լավ գիտենք, որտեղ է պետք կանգնել։ Ցավոք միշտ չէ, որ լսում են մեզ։ Հիմա կհավաքեն ամեն բան ու գնացքը կսլանա։ Պրոցեսը շարունակվում է։ Ես ուզում եմ նաև դուք ուշադրություն դարձնեք իսկապես ինչքան զբոսաշրջիկ կա այստեղ, ահա տեսեք բոլորը աջ ու ձախ կողմերում, իհարկե կարմիր գծից այն կողմ,
պատրաստ են այս ամբողջ տեսարանին հետևելու տեսնելու։ Բոլորը նույնիսկ նկարվում են։ Պատկերացնում եք ընդամենը մեկ շուկա, որտեղով անցնում է գնացք ու այդքան հայտնի ողջ աշխարհով մեկ։ Իսկ դու գիտես, որ Ecobank-ի Visa Platinum քարտը կարող ես պատվիրել on-line եւ այն ամենասեղմ ժամկետներում կհասնի հենց այն վայր, որտեղ դու ցանկանում ես։ Հենց հիմա քո բջջային հեռախոսում ներբեռնիր Eneco Mobile հավելվածը ու ծանոթացիր բոլոր պայմաններին ու իհարկե պատվիրիր քարտը։ Գնացքը անցավ, բոլորս ողջ ենք, որևէ խնդիր տեղի չունեցավ, տեսեք զբոսաշրջիկներին, երջանիկ են, հեռախոսները բջջային պատրաստ են, բոլորը նկարեցին եւ վերջ տաղավարները բացվում են, դա նշանակում է շուկան շարունակում է իր աշխատանքը։ Այո, հիմա կսկսեն հետ դասավորել տաղավարները, ամրացնել ծածկերն ու կյանքը կմտնի սովորական առևտրային հունի մեջ։ Այսօր իհարկե այստեղ կրկնակի տոն է, որովհետև բացի այն, որ գնացքը անցավ, այստեղ ինչ-որ երիտասարդ եկել է Հայաստանից ու նկարահանում է։ Բոլորին հետաքրքիր է, մենք որտեղից ենք ու ինչ ենք նկարում։ Կասես, քանի անգամ ես այս ամենը տեսել քո կյանքում։ Դե այնպիսի հարց ես տալիս, դա հաշվել հնարավոր չէ։ Դու անգամ եթե հարցնես, թե մի շաբաթում քանի անգամ եմ տեսնում այս տեսարանը, չեմ կարողանա հստակ ու ճշգրիտ ասել։ Իրականում սա մեր ամենասովորական առօրյան է։ Մի մոռացիք, ես զբոսավար եմ, ով խմբեր կամ անհատների ուղեկցում է տեսնելու մեր քաղաքի ամենահետաքրքիր ու տեսարժան անկյունները։ Իսկ գնացքով փողոցն ու շուկան այն շարքի լավագույն հնգյակում է։ Ու եթե անգամ ես աշխատանքի բերումով էլ չգամ, ոնց է լինի սրճելու եմ գալիս այստեղի սրճարաններում։ Կարճ ասած, աննկարագրելի ու անհաշվելի անգամ տեսել եմ ու դեռ տեսնելու եմ մեր գնացքը։ Հեռուստադիտողներ, ես կարծում եմ դուք եւս ուշադրություն դարձրեցիք, թե գնացքը ինչ դանդաղ էր այստեղով անցնում։ Երբ թե հիշում եք, որ ժամանակին մենք նաև Վիետնամում նման վայր էինք նկարահանել, այնտեղ գնացքը բավական արագ էր անցնում։ Այստեղ շատ դանդաղ եւ դա հասկանալի է։ Տեսեք, օգնում եմ մեր զբոսաշրջիկը, որպեսզի մարդիկ անցնեն, որտեղ մարդիկ այստեղ իսկապես շատ են։ Մի խոսքով սա տեսանք, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես առաջարկում եմ տեսնենք ինչ են այստեղ վաճառում, ինչ ծովամթերք, ինչ կերակուր եւ հասկանանք ինչ արժե այդ ամենը։ Գնանք այն կողմ։ Տեսնում եմ արդեն աջ կողմում, ձախ կողմում ամենուր ծովամթերք է եւ շատ թարմ։ Իհարկե շատ թարմ է։ Քիչ առաջ ասում էի, որ այստեղ ծովամթերքը բառացիորեն ուղիղ օվկիանոսից ու ծովից է գալիս։ Իսկ այստեղ բնակիչներն են հիմնական այս տարածքի գալիս ծովամթերքը գնելու, թե տեղի սրճարանները, ռեստորանները եւս։ Լավ հարց ես տալիս։ Բնականաբար շուկայից գնումներ անում են բոլորը, թե մեծ ռեստորանային ցանցերն ու սրճարանները, թե սովորական բնակիչները։ Շուկան առաջարկում է ամեն ինչ։ Այստեղ կարելի է գտնել թե միրգ ու բանջարեղեն, թե մսամթերք ու ծովամթերք, թե կատնամթերք, ինչպես նաև կենցաղային ու տնտեսական ապրանքներ։ Այսինքն մեկ անգամ գալիս է շուկա եւ անում քո բոլոր գնումները։ Մարդիկ սովորաբար տանն են պատրաստում ուտելիք, այնպես որ առևտրի պակաս շուկայում չկա։ Ընդհանրապես ասիական երկրներում իհարկե նման շուկաները մեզ համար նաև շատ հետաքրքիր են։ Ես վստահ եմ այն ամենը, ինչ հիմա կտեսնենք ներսում, եւս լինելու է հետաքրքիր։ Անցնենք առաջ։
Տես ներսի հատվածում ամեն ինչ ավելի գեղեցիկ ու հստակ է դասավորված։ Առհասարակ, եթե այս մի սեղանին ուշադիր նայես, կտեսնես, որ կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր հայտնի տոմյամ ապուրը պատրաստելու համար։ Կարծում եմ գիտես չէ մեր ավանդական ապուրի մասին։ Դե ով չգիտի հանրահայտ տոմյամ ապուրը, իհարկե, այն ամենահայտնին է, ոչ միայն Թայլանդում, այսօր աշխարհով մեկ ամենահայտնի ապուրներից մեկն է համարվում։ Այստեղ ինչ-որ ապուր էր պատրաստում եւ տեսնում եմ բոլորը այսպես սպասում են։ Ինչ ապուր են այստեղ պատրաստում։ Այս պահին կարծես թե նուդլով ապուր են եփում։ Մեր շուկան շատ համակարգված է։ Իրականում ամեն տաղավար հստակ առաջարկ ունի։ Ամեն մեկը իր այսպես ասած գործառույթն է իրականացնում։ Ինչպես տեսնում ես, հանգացողների եւ գնորդների պակաս չկա ու հսկայական հերթեր են գոյացել։ Դուք չեք պատկերացնի ինչ արագություն է այստեղ, տեսեք մեկ տաղավարում 1, 2, 3, 4, 5, 6, 7 անձ է աշխատում, որպեսզի կարողանան բոլորին բավարարել եւ տեսնում եք հերթը այնտեղ նույնիսկ չի երևում որտեղ է ավարտվում, բոլորը ցանկանում են հենց այս ապուրը ձեզ մոտ համտեսել։ Ֆանտաստիկ է։ Այո, աշխատողների թիվը շատ է, քանի որ ամեն մեկը ապուրի մի տեսակն է պատրաստում։ Ամեն բան մատուցում են տեղում եւ շատ արագ։ Մեկը պատրաստում է նուդլով ապուր, մյուս տոմյամ, երրորդ հասենք խավով ապուր։ Այսինքն այցելում մոտենում է, ընտրում է որևէ բան ճաշացանկից, որը ներկայացված է տաղավարի դիմաց, ինչպես նաեւ տեղում թերթիկների տեսքով են տալիս։ Եթե այցելուները ծանոթ չեն լինում տեսականին, բայց տեղացիները հիմնականում գիտեն, թե այստեղ ինչ է առաջարկվում։ Խոհարարը վերցնում է պատվերը ու շատ արագ անցնում գործի։ Այն ամեն ինչ կարելի է կիսաֆաբրիկատի տեսքով ունենալ նրանք ունեն, բայց շատ բաներ հարկավոր է տեղում կտրատել ու եփել։ Սովորաբար մեծ կաթսաներով ջուրը դնում են կրակին, ընթացքում ավելացնում են տվյալ ապուրի համեմունքները, ու երբ հաճախորդը մոտեցել է եւ պատիվրել է ապուրի որևէ տեսակ, արդեն արագ-արագ ավելացնում են մյուս մթերքները։ Հետո վայելում են տաք ու շատ համեղ ապուրը։ Սա ինչ է այստեղ համարվում, նախաճաշ։ Կարող է համարվել ցանկացած բան, նախաճաշ, ճաշ, ապուր, սիրտդ ինչ էլ կամենա, մեզ մոտ իրականում նման խիստ սահմանափակումներ չկան։ Այս ապուրը օրինակ հենց նոր են պատրաստել, ու եթե հիմա ուտենք, կարող ենք համարել այո նախաճաշ։ Բավական համեղ է, ամեն դեպքում բուրում կծու է այն։ Այո, կծու է։ Մեր խոհանոցում կծու ջիլին շատ տարածված է։ Նուդլը եփել են, ավելացրել լայմի հյութ, մեծ քանակությամբ չիլի պղպեղ ու նաև ծովամթերք կա այնտեղ։ Հրաշալի ապուր է։ Սա վերադարձնենք, ես չգիտեմ ումն է, բարի ախորժակ, այստեղ տեղավորեմ եւ հետևեմ այս արագ process-ին։ Ինչ է այստեղ տեղի ունենում։ Կարող եք ինձ օգնել, միայն պետք է անընդհատ թափահարել։ Այ այդպես։ Տակ է, ահա։ Եվ վերջ, սա վերջին փուլն է։ Նուդլ են խաշում, այն մտցնում է եռացող ջրի մեջ եւ վերջ։ Այդքան էլ բարդ չի ձեր աշխատանքը իրականում։ Մի քանի վայրկյան ու պատրաստ է։ Իսկ ինձ հետաքրքիր է ինչ արժե այս ամենը այստեղ։ Ես վստահ եմ շատ մատչելի է։ Արժե ընդամենը 35 բաթ։ 35 բաթ, այսինքն $1, մոտ 400 դրամ։ Այո, կարծում եմ այդքան է ստացվում։ Իմ ամենասիրած ուտեստն է։ Նուդլով ցանկացած ուտեստ սիրում եմ։ Այն մատուցվում է նաև առանց որևէ հավելումների։ Ուղղակի խաշում են եւ ուտում։ Մեր արագ սննդի տեսակներից է։ Կարող ես ուտել բանջարեղենով, մսամթերքով, էլ չեմ ասում, որ խանութներում նուդլը վաճառում են հատուկ տուփիկներով ու արդեն համեմած։ Մնում է միայն վրան ավելացնել մի փոքր եռացած ջուր եւ վայելել։ Սիրելի հեռուստադիտողներ, արդեն մոտ 15 րոպե է մենք գտնվում ենք այս տաղավարում, նկարահանում ենք այս ողջ process-ը եւ պետք է ասեմ, որ մարդկանց հոսքը ուղղակի չի դադարում։ Ինձ մոտ տպավորություն է, որ ամբողջ Բանգկոկ քաղաքը գալիս է այստեղ այս ապուրը համտեսելու։ Քանի որ ապուրը շատ համեղ է, որպեսզի այն լինի էլ ավելի համեղ, ես ձեզ ուզում եմ նվիրել լավագույն հայկական պղպեղը, Royal Armenia-ի որակյալ պղպեղը, հավատացեք, այս պղպեղով ավելի համեղ կլինի այս ապուրը, սա սիրով ձեզ։ Շնորհակալ եմ։ Եվ մաղթում եմ, որպեսզի յուրաքանչյուր օր մարդկանց հոսքը ձեր տաղավար հանկարծ չպակասի։ Ես այն կօգտագործեմ։ Շնորհակալ եմ նաև բարեմաղթանքների համար։
Այ հիմա եկանք մեր շուկայի ամենակարևոր ու ամենասիրելի հատվածներից մեկը։ Չեմ վախենա նաև այդ բառից, այն ամենասառնաշունչն է, քանի որ այստեղ առաջին թարմության ծովամթերք է, իսկ որպեսզի ծովամթերքը հենց այդպես թարմ մնա, այստեղ պետք է սառը ջերմաստիճան լինի ու շատ սառույց։ Ամբողջ այս ծովամթերքը տաղավարներում հայտնվել է ժամեր առաջ։ Վստահեցնում եմ, մի քանի ժամից մի բան չես գտնի։ Շատ արագ է այստեղ սպառվում։ Կան ոստրեներ, ութոտնուկ, տարբեր տեսակի ձկնեղեն, խեցգետնին, կակղամորթ, ամեն ինչ կա։ Գիտես Աննա, ընդհանրապես նաև ձեր հարևան երկրներում ծովամթերքի պակաս հաստատ չկա, թե Կամբոջայում, թե Վիետնամում, Լաոսում, բայց Թայլանդում այն ինչ-որ մի այլ ձև համեղ է, ինչ ես կարծում, ինչից է։ Այո, մեզ մոտ շատ համեղ է։ Դե կարծում եմ այս կողմերում ջրերն ավելի լավն են։ Ծովամթերքի ամբողջ որակը խիստ պայմանավորված է այն ջրերից, որտեղ դրանք բազմանում են։ Արևը շատ է, ջուրը համեղ, իսկ ծովամթերքը միշտ շատ ու թարմ է լինում։ Հենց այդ ամենով էլ պայմանավորված է դրա շատ համեղ լինելը։ Թարմ է, շատ եմ կրկնում այդ բառը, բայց դե փաստ է։ Իրականում, երբ ես Վիետնամում էի, Կամբոջայում կամ Լաոսում, պատասխանը նույնն էր, ասում են մեզ մոտ ամենաթարմ ծովամթերքն է, բայց իրականում անկեղծ եմ ասում, Թայլանդում այդ ամենը շատ համեղ է։ Իդեպ ինչ ձկներ են այնտեղ։ Արի տեսնենք։ Մեկը սաղմոն է, մյուսը սկումբրիա, երրորդն էլ եթե չեմ սխալվում թունաձուկ է, որը շատ համեղ է ու հարուստ է օմեգայի մեծ պաշարով։ Իսկ ինչեր են այստեղ վաճառում, ինչ է սա օրինակ։ Սրանք ծովամթերքի միքսերն են, կամ ինչպես մենք ենք կոչում ծովամթերքի կոկտեյլ։ Դրանք տարբեր տեսակի ձկնատեսակի, խեցգետնի, կակղամորթի կամ ութոտնուկների նախապես մշակած, կտրատած ու խմբավորված փաթեթներ են։ Կարելի է գնել այս խառնուրդն ու օգտագործել օրինակ աղցանի մեջ միանգամից։ Կա նաև մի քանի ձկների խառնուրդ։ Կարճ ասած, տարբեր փաթեթներ կան ցանկացած ճաշակի ու նախասիրության համար։ Ես վստահ եմ հիմա շատ հեռուստադիտողներին հետաքրքրում է արժեքը, ինչ արժե այս թարմ ծովամթերքը այստեղ։ Արժեքները, սիրելի հեռուստադիտողներ, հենց հիմա տեսնում եք ձեր էկրաններին։ Ես միայն ուզում եմ հիշեցնել, որ $1 այստեղ արժե մոտ 35 բաթ։ Արդեն պատկերացրեք, ինչ արժե այստեղ այս ամենը։ Այս շուկան տեղացիների ամենասիրելի վայրերից է։ Այն միշտ մարդաշատ է, որովհետև այստեղ գալիս են համ տեղացիները, համ զբոսաշրջիկները, համ նրանք, ովքեր չեն ծրագրել գնումներ անել, բայց եկել են ասեն գնացքը տեսնելու ու հասկացել են, որ անմիջապես հարևանությամբ մեծ շուկա է, թարմ մթերքներով լի։ Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե մի քիչ կոկիկ չէ տարածքը, բայց վստահեցնում եմ, ամեն բան շատ մաքուր է, մշտապես խիստ վերահսկողության տակ է։ Սանիտարահիգիենիկ պայմանները անպայման պահվում են, իսկ այս ջուրն է ծովամթերքը թարմ հող սառույցից է, որը հալչում է, քան որ շատ շոգ է, բայց եւ հալածի տեղն էլ անմիջապես լերացնում են նոր սառույցով։ Նույնը վերաբերվում է նաեւ մրգին, համեմունքին, բանջարեղենին, հացեղենին ու կատնամթերքին։ Դե սիրելի հեռուստադիտողներ, իրականում նման շուկաներում կարելի է մի ամբողջ օր անցկացնել, սակայն մենք այդ ամենի ժամանակը չունենք, որովհետև ունենք եւս շատ հետաքրքիր մի վայր այսօր այցելելու։ Այնպես որ առաջարկում եմ այս պահին դուրս գանք շուկայից, կարծում եմ ներկայացրեցինք ամեն բան, վայելենք իմ սիրելի Royal Armenia-ի Time of սուրճը, էներգիա հավաքենք ու անցնենք առաջ։ Գնացինք։ Մենք արդեն հաջորդ վայրում ենք, ինչ նավակ է սա։ Այո, սա հատուկ տուրիստական նավակ է, որով շրջելու ենք այդ ջրանցքով։ Այն շատ գեղեցիկ է։ Բավական հետաքրքիր բնություն ենք տեսնելու։ Վերջում էլ կհասնենք մեր հաջորդ նշանակետին։ Ամեն դեպքում զբոսաշրջիկները սիրում են շրջել այս նավակով։ Որոշեցի ձեզ էլ առաջարկել։ Չէ՞ որ մենք նաև ձկներն ենք կերակրելու։ Հետո էլ հասնելու ենք մեր ամենահայտնի տաճարներից մեկը։ Այնտեղ այնքան գեղեցիկ իրեր կարելի է ձեռք բերելու, նաև լիցքավորվել խորհրդավոր եւ հոգեվոր աշխարհի ամենակարևոր էմոցիաներով։ Էլ չեմ ասում, որ հայտնվելու ենք նաև լողացող շուկայում։ Վստահեցնում եմ, նավակով զբոսանքը սիրելու ես թե դու, թե ձեր հեռուստադիտողը։ Ահա, իրականում սիրելի հեռուստադիտողներ, եթե հետևել եք իմ հեռուստանախագծերին ուշադիր, գիտեք, որ նման նավակներով ես շատ երկրներում եմ շրջել, այո, տեղավորվենք, եւ այսօր, եթե այստեղ ենք Թայլանդում, նշանակում է այդ հաճույքը պետք է այստեղ եւս վայելենք։ Այնպես որ մեզ հաճելի ժամանց։ Գալիս եմ։ Ահա։
Նավակը իդեպ բավական փոքր է, հուսով եմ ջրում չենք հայտնվի, ինչքան է տևելու ամբողջ ճանապարհորդությունը ջրի վրա։ Մոտ 1 ժամ կտևի, բայց անվտանգության մի քանի կարևոր կանոնի մասին ասեմ։ Նախ որևէ պարագայում հանկարծ ջրին չփորձես դիպչել, որովհետև եթե շատ շարժվես, նավակը կարող է շուռ գալ։ Հետո նախընտրել է ամբողջ ընթացքում նստած մնալ այն դիրքում, որը նախապես ընտրել ես։ Սիրելի հեռուստադիտողներ, սկսենք արկածներ այստեղ Թայլանդում արդեն ջրի վրա։ Ընթացքում կուզեմ ուշադիր լինել շրջակայքին, որովհետև ամբողջ ափով մեկ ձգվում են սովորական թայլանդացիների տնակները։ Մարդիկ ապրում են այս տներում, վարում իրենց կենցաղը։ Զբոսաշրջիկներից փորձում են գումար վաստակել, առաջարկելով իրենց ծառայությունները։ Այո, ես հատուկ այս մասին խոսեցի, քանի որ առաջին հայացքից այս ամենը սովորական տներ չեն հիշեցնում, հատկապես զբոսաշրջիկների համար։ Բայց վստահեցնում եմ, սրանք սովորական միջին վիճակագրական թայլանդացիների տներ են։ Գիտես Աննա, ես շատ տներ եմ տեսնում այս կողմում, մարդիկ իսկապես այստեղ ապրում են։ Մարդիկ ապրում են այստեղ, աշխատում, հող մշակում եւ ծառայություններ առաջարկում։ Տարբեր բաներով են զբաղվում։ Այս կողմից չի երևում, բայց ամեն տուն ունի նաև հողատարածք, որը տեղաբնակները մշակում են, նաև փոքրիկ ֆերմաներ ունեն։ Իհարկե տներից բացի այստեղ շատ նաև խանութներ կան, տեսնում եք, ոչ այդքան մեծ, որտեղ շատ գեղեցիկ նվերներ են վաճառում, բայց ինձ հետաքրքիր է մարդիկ, ովքեր ապրում են այս տներում, ինչով են զբաղվում։ Մի մասը ձկնաբուծությամբ է զբաղվում եւ իր բակում հատուկ ունի լողավազան։ Մյուսները անասնապահությամբ են զբաղվում, բայց բոլորն անխտիր ունեն մշակվող հողատարածք, որտեղ բանջարեղեն եւ միրգ են աճեցնում։ Իհարկե կան նաեւ մարդիկ, ովքեր իրենց տներին կից փոքրիկ խանութներ են բացել եւ ապրուստը առևտրով են վաստակում, քանի որ գիտեն, որ այստեղ զբոսաշրջիկների պակաս հաստատ չկա ու կարելի է լավ գումարներ վաստակել, ինչ որ հուշանվերներ պատրաստել եւ վաճառել։ Էլ չասեմ, որ ամենուր աճում են կոկոսի ծառեր, ամենածույլերն ուղակի քաղում են կոկոսը, որն այսպես թե այնպես աճում է։ Դրա վրա ձողի քարմարեցում եւ կոկոսի կաթ վաճառում։ Շատերն անգամ չեն սպասում, որ զբոսաշրջիկները իջնեն ափ, նրանք ուղակի այսպես ճանապարհի վրա նավակի մեջ վաճառում են իրենց ըմպելիքը եւ զվարճացնում եկվորներին։ Իհարկե, հիմնականում դա երեխաներն են անում, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ սա նրանց ծնողների բիզնեսն է։ Չէ՞ որ երեխաների միջոցով շատ ավելի հեշտ է գումար վաստակելը։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնեք ինչքան են նավակները, որպեսզի հասկանաք ինչքան մարդ է ամեն օր գալիս այստեղ շրջելու այս գեղեցիկ վայրերում։ Աննա, ես գիտեմ, որ հաճախ երբ անձրևների սեզոնն է, ջուրը բարձրանում է, հա, եւ չգիտեմ, ինչպես են մարդիկ նավակներով այդ ժամանակ այստեղ շրջում ու տեսնում այս ամենը։ Իրականում անձրևները բավական լուրջ խնդիր են մեզ համար, որովհետև այո, դրանց արդյունքում գետը բարարում է եւ ողողում ափերը։ Կախված իհարկե տեղումների ուժգնությունից եւ ակտիվությունից, սովորաբար այդ օրերին մենք նման էքսկուրսիաներ չենք կազմակերպում։ Դա շատ վտանգավոր է հատկապես զբոսաշրջիկների համար։ Մենք տեղացիներից գիտենք ինչ անել ցանկացած իրավիճակում։ Ու չնայած դրան, հորդ անձրևների ժամանակ դուրս են գալիս տանից բացառապես այն դեպքերում, երբ իսկապես հրատապ անելիք ունենք։ Հակառակ դեպքում խուսափում ենք դրսում գտնվել։ Էլ ուր մնաս է նավակ նստել այդ օրերին։ Բայց էլ եմ ասում, եթե որևէ հույժ կարևոր անելիք ունենք, մենք չենք վախենում, քանի որ լավ գիտենք, թե ինչպես նման եղանակին կառավարենք նավակը, ինչպես մեզ դրսևորենք որևէ խնդրի ժամանակ ու եթե հանկարծ Աստված մի առասցե հայտնվենք ջրում, ինչ անել, որ հնարավորին շուտ ափ դուրս գանք։ Կան իհարկե արկածախնդիր մարդիկ, որոնք հատուկ են նման եղանակին դուրս գալիս, էքստրեմի սիրահար են։ Աննա, գիտես, մինչ այստեղ գալը իհարկե ուսումնասիրում է այս ցաղամասը եւ տները, որոնք տեսնում ենք, գիտեմ, սերնդե-սերունդ փոխանցվում են երեխաներին, թոռներին եւ այլն։ Բայց գիտեմ, որ կան շատ մարդիկ, կան նույնիսկ զբոսաշրջիկներ, ովքեր գալիս են հենց այստեղ տուն են գնում։ Առաջին ուզում եմ հասկանալ, թանկ են այստեղ տները թե ոչ եւ առասարակ դժվար չէ այստեղ ջրի վրա ապրելը։ Այո, իրականում տները հիմնական սերնդե-սերունդ են փոխանցվում։ Երբ դու ծնվում ու մեծանում ես այստեղ, առանձնապես դժվարությունների մասին չես էլ մտածում, քանի որ հենց սկզբից հասկանում ես, որ դա քո առօրյան է։ Որևէ բարդություն չի կարող ունենալ այն մարդը, ով աչքերը բացել է ջրի վրայի տանը։ Նա դեռ մանուկ հասակից գիտի, թե ինչպես պետք է ապրի այդ պայմաններում։ Ինչ վերաբերվում է տանգներին, ես այդ առումով չեմ կարող հստակ ինֆորմացիա տրամադրել։ Հաշվի առնելով, որ տանգները այդքան էլ բարձր չէ այստեղ, մարդիկ, ովքեր սիրում են մեր երկրում հանգստանալ, նախընտրում են ունենալ սեփականը, այլ ոչ թե գալ ու ժամանակ անցկացնել այստեղ հյուրանոցներում կամ վարձակալությամբ տրվող տներում։ Ահա, տեսնում եք, նույնիսկ չինական թաղամաս կա այստեղ։ Ես առասարակ այս վայրը անվանում եմ թայլանդական Վենետիկ, որտեղ շատ նման է, եւ այս բանը առաջարկում եմ ձեզ հետ միասին ուղղակի
վայելենք այս գեղեցկությունը։ Մեզ մոտ փոքրիկ կանգառ է եւ մենք հատուկ ձկներին կերակրելու համար կերակուր գնեցինք։ Ինչու։ Հենց սկզբում քեզ ասացի, որ մենք մեր էքսկուրսիայի ընթացքում նաև հատուկ վայրում կլինենք, որտեղ կերակրելու ենք ձկներին։ Հիմա մենք արդեն այն վայրում ենք, որտեղ հենց այդ ձկներն են։ Սա ոչ թե բուծարան է, այլ ձկների ֆերմա, ու դա նշանակում է, որ որևէ պարագայում այստեղ աճեցվող ձկներին բռնել չի կարելի։ Այո, մենք բոլորս հասկանում ենք, որ մարդու գոյության պայմաններից մեկը միս ու ձուկ ուտելն է։ Ինչի արդյունքում իհարկե կենդանիներ են տուժում, բայց նման արգելոցներում եւ ֆերմաներում խստորեն արգելվում է ձկների որսը։ Սրանք ոչ թե բուծվում են սպառողական նպատակներով, այլ հակառակը, բացառապես տեսակները պահպանելու նպատակով։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, նույն ձկները, եթե գտնվում են տաճարի դիմաց, այս ջրերում, բայց առջևում տաճար է, այդ ձկներին միայն կերակրում են, չեն ուտում, ասում են, որ այդ ձկները սուրբ են։ Իսկ նման վայրերում կարող են բռնել, ուտել, ամեն ինչ նորմալ է։ Այո, դե սուրբ ասելը մի քիչ շատ մեծ չափազանցություն է իհարկե։ Ամեն դեպքում այստեղի ձկները որպես ազգային արժեք են։ Տեսակներ են, որոնք նախ ուտելու համար ի սկզբանե նախատեսված չեն, հետո դրանց արժեքն ու դերը մեծ է բնության համար։ Նրանց տեսնում են կերակրում, հիանում դրանցով, իսկ ուտելու համար նախատեսված ձկները ձկնորսները բռնում են օվկիանոսից եւ ծովերից ու հանձնում շուկաներին։ Իսկ սա սուրբ վայր է, այստեղ կենդանիներին բռնել սպանելը մեծ մեղք է։ Դե առաջարկում եմ, եթե այստեղ մեզ մոտ կանգառ է, այս պահին կերակրենք այս ձկներին եւ որպեսզի դուք ավելի այսպես պատկերավոր պատկերացնեք, թե ինչքան ձուկ կա այս ջրերում։ Ես ինչքան շատ են։ Տեսեք ինչ է այստեղ կատարվում։ Այն կողմում եւս բավական շատ են ձկները։ Այո, նրանք շատ են ու սովոր են, որ նրանց կերակրելու ես, հենց կերը լցնում ես, մի անգամից հավաքում է շատ արագ։ Այստեղ հազարավոր չէ, միլիոնավոր ձուկ կա, անկեղծ եմ ասում, տեսեք թե աջ կողմում, թե ձախ կողմում, ամենուր։ Եվ ինչպես հասկանում եմ, այս մարդկանց համար, ովքեր ապրում են այս տանը, սա իրենց աշխատանքն է եւ գլխավոր շահույթը, որովհետեւ շատ ու շատ զբոսաշրջիկներ ամեն րոպե գալիս եւ կանգառ են կազմակերպում այստեղ։ Բնականաբար սա եկամտի եւս մի աղբյուր է տեղացիների համար, որովհետեւ այս վայրը շատ հայտնի է, բոլորի ուշադրության կենտրոնում է։ Հենց այդ տրամաբանությամբ էլ ամբողջ տարածքում բազմաթիվ փոքրիկ խանութներ կան, որոնք վաճառում են հուշանվերներ, ձկների կերեր, ուտելիք, զովասուցիչ ու թարմ ըմպելիքներ։ Դե սիրելի հեռուստադիտողներ, մի երկրում, որտեղ ամեն օր հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս, բնականաբար նման վայրեր շատ են, վայրեր, որոնք կարող են հետաքրքրել եւ ստիպել մարդկանց այցելել տվյալ կետ։ Մենք էլ բացառություն չենք, շրջում ենք այստեղ Թայլանդում, նշանակում է այսօր էլ այստեղ ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, գիտեք ես անվերջ ճամփորդում եմ, այսօր Թայլանդում եմ, ամեն օր էքսկուրսիոն ծրագրեր են, կատարում եմ այստեղ ամենուր վճարումներ, իսկ վճարումները կատարում եմ Ineco Bank-ի Visa Platinum քարտի միջոցով, ինչը խորհուրդ եմ տալիս նաև ձեզ, իսկ մենք շարժվենք առաջ, վայրերը այստեղ գեղեցիկ շարունակվում են, գնացինք։ Մենք վերջապես հասանք այն կետին, որի համար եւ եկել ենք, այսինքն տեսնելու համար շուկան ջրի վրա։
Այո, մենք վերջապես հասանք այն նշանակետին, որին ինչպես հասկանում եք, ամեն ինչ շատն էի սպասում։ Սա շուկա է ջրի վրա։ Ինչպես տները, որ տեսանք քիչ առաջ, այնպես էլ այս շուկան կառուցվել է ջրի վրա դեռ շատ վաղուց, ու եթե եկվորների եւ զբոսաշրջիկների համար այն տարօրինակ ու հետաքրքիր է, ապա մեզ համար ամենասովորական երևույթներից մեկն է։ Զբոսաշրջիկները շատ են զարմանում ջրի վրա շուկա տեսնելով։ Չեն հասկանում, թե ինչպես կարելի է դասավորել տաղավարները, ինչպես է հնարավոր այս անընդհատ օրորվող մակերեսի վրա ամբողջ օրերը անցկացնել, բայց մեզ համար դա իսկապես օրինաչափ է։ Շատերի դեպքում տաղավարը հենց իրենց նավակն է։ Հիմա որ նայես, արդեն երևում են ապրանքով ծանրաբեռնված նավակներ, որոնք յուրօրինակ վաճառակետեր են իրականում։ Ու եթե ուշադիր լինես, կնկատես, որ հիմնականում վաճառողները կանայք են, որովհետև տղամարդիկ վաղ առավոտից աշխատում են, այս ժամերին քնած են լինում։ Դե իսկ կանայք էլ հիանալի են առևտրի գործում։ Բացի դա շատ ավելի բարեհամբույր են եւ տիրապետում են զբոսաշրջիկների հետ շփման բոլոր հմտություններին։ Իսկ ինչպես է տեղի ունենում գնման process-ը, այսինքն ինչ քեզ հետաքրքիր է, օրինակ այստեղ հուշանվերներ են վաճառում, դու ուղղակի մոտենում ես այստեղ ու հարցնում ես ինչ արժե, վճարում ես եւ գնում։ Հա, իհարկե, ամենասովորական տարբերակով է իրականացվում առք ու վաճառքի գործընթացը։ Մարդիկ նավակով մոտենում են, ծանոթանում տեսականի հետ, ընտրում ինչ ցանկանում են, կատարում են վճարումներ ու վերցնում իրենց ձեռք բերած ապրանքը։ Նույնը ի դեպ նաև ուտելիքի դեպքում, օրինակ մեր ձախ կողմում մի նավակը վաճառում է նուդլներ, որոնք տեսանք նաև շուկայում։ Այն կողմի վրա բրինձ են եփում ու վաճառում, եւ պատրաստման գործընթացը եւս նավակի վրա է իրականանում։ Բոլոր հարմարությունները կան։ Բրինձից հատուկ գնդիկներ են պատրաստում եւ տապակում։ Օրինակ դրանք համեմում են բանջարեղենայի խառնուրդով, հետո պաքսի մատով պատում եւ տապակում են բուսայուղի մեջ։ Փոքրիկ վառարան, սպասքի պարագաներ, այս ամեն կգտնես նավակի վրա։ Ահա թե ինչու է շուկան ի վերջո անվանվում լողացող, այսինքն լողացող շուկա, որովհետև այստեղ ամեն բան լողում է։ Նավակների վրա վաճառում են եւ կերակուր, եւ տարբեր հուշանվերներ, նույնիսկ պատրաստում են քաղցրավենիք, պաղպաղակ, մի խոսքով այստեղ հենց ջրի վրա կգտնեք այն ամենը, ինչ ցանկանում եք։ Այո, հենց այդպես է ամեն բան։ Իդեպ քաղցրավենիք ասացիր, նկատեցի, որ մենք հենց այս պահին անցնում ենք այն նավակի մոտով, որը քաղցր ու հյութալի մանգոյից հրաշալի աղանդեր է առաջարկում։ Նայիր, այստեղից երևում է դրա վառ գույնը, շատ համեղ է ու եթե ուզես ավելի մոտ գնանք այդ նավակին։ Ես առաջարկում եմ մենք հենց հիմա այդ ամենը համտեսենք ու ի վերջո տեսնենք ու զգանք համեղ է թե ոչ։ Այո, գնանք վերցնենք։ Ահա։ Շնորհակալություն։ Դե հիմա եկեք մանրամասն ներկայացնենք մեր հեռուստադիտողների ինչ է այստեղ մանգոն հատկացա։ Հիմա ասեմ, դե սա կտրատած մանգո է, կողքը տարբեր օշարակներով եփած բրինձ է։ Մենք բրինձը հաճախ ենք օգտագործում աղանդերի մեջ։ Քաղցր բրինձը աննկարագրելի համեղ է, իսկ սա էլ կոկոսի քաղցր կաթ է։ Այն միշտ մատուցում են առանձին, կարող ես ավելացնել ըստ ճաշակի։ Կան մարդիկ, որ չեն սիրում կոկոսի կաթ ու չեն ավելացնում, բայց վստահեցնում եմ, որ այս աղանդերը պետք է հենց այսպես վայելել։ Դե փորձիր։ Դարի համտեսենք։ That's one bite. Eat with the mango. Together. Yep. Just show one. Շատ համեղ է քաղցր բրինձը եւ ամենաթարմ մանգոն։ Իրականում կարծում եմ արդեն ամեն ինչ պատմեցի քեզ այս տեղանքի մասին ու կարողացար ընդհանուր կարծիք կազմել ջրային շուկայի մասին։ Այն իսկապես հետաքրքիր ու տարբերվող է։ Մենք դա նաև հասկանում ենք այն արձագանքից, որ ստանում ենք զբոսաշրջիկներից։ Որևէ մեկը երբևէ անտարբեր չի մնում։ Մարդիկ անպայման ինչ-որ իրեր են ձեռք բերում, պարտադիր կանգնում են նավակների մոտ, համտեսում թարմ ըմպելիքներ եւ ուտեստներ։ Այսինքն լողացող շուկան տեսարժան վայրի պես մի բան է բոլոր եկվորների համար։ Իդեպ հաճախ նավակները, որոնք ինչ-որ ապրանքներ են վաճառում, ոչ թե մնում են տեղում կանգնած, այլ օգտվում են լողալու հնարավորությունից եւ իրենք են մոտենում զբոսաշրջիկներին։ Սա եւս հետաքրքրություն է առաջացնում եւ սեփական նավակը գովազդելու հիանալի տարբերակ է։ Շուկան տեսանք, վայելեցինք այս գեղեցկությունը, բայց ամեն դեպքում վստահ եմ հեռուստադիտողներին եւս հետաքրքիր է։ Ի վերջո ինչպես է այս ամենը ստեղծվել, ինչից է սկսել։
Եթե որևէ մեկը գա ու պատմի իրական պատմությունն այն մասին, թե ինչպես է ծնվել այս լողացող շուկան, ուղղակի մի հավատացեք դրան, որովհետև որևէ մեկը չի գիտի դրա ծագման իրական պատմությունը։ Տեղանքը ինքնստինքյան ենթադրում է նավակների տեղաշարժ, բայց սկզբնական շրջանում բնականաբար այս ամենը չի ունեցել նման կառուցվածք։ Հիմա այս ամենը մի տեսակ ենթակառուցվածքային տրամադրություն է հիշեցնում։ Ամեն դեպքում անկախ նրանից սա կոչվել է շուկա թե ոչ, Թայլանդում առևտրային հարաբերությունները միշտ ակտուալ են եղել։ Մարդիկ իրար մեջ ապրանք են փոխանակել, վաճառել եւ եկամուտ ստացել։ Տեղաշարժվելու համար էլ նավակներ են օգտագործել։ Ժամանակի ընթացքում այս ամենը այնքան է մշակվել, որ դարձել է իրական լողացող շուկա։ Դե ինչպես ամենուր այստեղ Թայլանդում կարելի է մի ողջ օր անցկացնել, բայց մեր ժամանակը սահմանափակումներ ունի եւ մենք երկար այլևս այստեղ մնալու ցանկություն ունենք, բայց հնարավորություն չունենք։ Այնպես որ շնորհակալ եմ այս էմոցիաների համար, իսկ մենք վերադառնանք արդեն վայր, որտեղ էլ պետք է այցելենք մի տաճար, որը վստահ եմ եւս կլինի շատ հետաքրքիր։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ շուկային, էքսկլյուզիվ շուկային, այս հրաշալի էմոցիաների համար։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն այս պահերի համար եւ վերջում ուզում եմ ձեզ նվիրել լավագույն հայկական գինին՝ տակառը, որ այսօր աշխատանքից հետո կարող եք հանգիստ տանը վայելել։ Սիրով ձեզ։ Շնորհակալ եմ շատ նվերի համար։ Ինչպես արդեն նշեցինք մեր հեռուստադիտողներին, մենք գտնվում ենք տեղի տաճարներից մեկում, որն իսկապես շատ գեղեցիկ է, սակայն եկեք մանրամասնենք, ինչ տաճար է սա։ Մեր ամենահայտնի տաճարներից մեկն է, որը հիմնադրվել է 1613 թվականին ու իսկապես հնագույններից մեկն է համարվում։ Մենք առհասարակ շատ հավատացյալ ժողովուրդ ենք։ Մեզ համար խիստ կարևոր են նման սուրբ կառույցները։ Իհարկե, ամեն բան չէ, որ մեզ է հասել նախնական տեսքով։ Ամեն բան չէ, որ ժամանակի փորձությանը դիմանում է եւ պահպանվում առաջնային տեսքը։ Այս տաճարը իհարկե որոշակիորեն վերակառուցվել է, բայց միևնույն է հնությունը պահպանվում է։ Ինչպես անկախ ամեն ինչից մեզ համար կարևոր է մեր տաճարներն ու մենք ամեն իրավիճակում առաջի վայրը ու շտապում ենք հենց տաճարն է։ Մենք աղոթում ենք ու խնդրում բարօրություն, աղոթում ենք շնորհակալություն հայտնելու համար, աղոթում ենք ցանկացած իրավիճակում։ Փորձում ենք մեր հարցերի պատասխանները միշտ տաճարում գտնել։ Բացի դրանից մեր տաճարները նաև պատմամշակութային կարևոր նշանակություն ունեն ու զբոսաշրջիկների համար եւս գրավիչ են։ Մեր տաճարների գլխավոր յուրահատկությունը արձաններն են, որոնցով դրանք զարդարված են։ Բուդդայի արձաններ։ Ինձ հետաքրքիր է, այ տեսնում եմ շուրջ բոլորը ծաղիկներ են եւ մարդիկ հենց ծաղիկներով գալիս են այստեղ եւ այս կողմում եւս ծաղիկներ են։ Ինչ է դա խորհրդանշում։ Դրանք նվերներ են սրբերին։ Հայտնի է, որ եթե գալիս ես տաճար, պետք է անպայման նվերներ բերես սրբերին, քանի որ հենց այդ կերպ է մեր աղոթքները ու խնդրանքները ավելի արագ հասնում տեղ։ Ինչպես նաև մրգեր, հա։ Այո, մրգերել են բերում տաճար։ Մեր տեղական բարիքներով զամբյուղները, որոնց մեջ կգտնես օրինակ պապայա, բանան, մանգո, բերում ենք տաճար եւ հատուկ օրհնություն ենք խնդրում մրգերի համար։ Ու հետո տանում եւ կիսվում ենք դրանցով մեր սիրելիների, ընտանիքի անդամների, մտերիմների հետ։ Ահա։ Իսկ ինչ են այս կողմում անում։ Իսկ դա էլ գուշակության պես մի բան է։ Մարդիկ թիվ են ասում, ըստ թվի որոշվում է սափորը, որի միջից մի թղթիկ են վերցնում։ Դրա վրա գուշակություն կամ խորհուրդ է գրված։ Այդ տարբերակով այս կամ այն հարցի պատասխանը ստանում են։ Սա հատկապես զբոսաշրջիկներն են սիրում անել։ Աննա, շնորհակալ եմ այս հրաշալի օրվա համար, իսկապես էմոցիաներս անբացատրելի են։ Եվ վերջում ուզում եմ նվիրել լավագույն հայկական գինին՝ տակառը։ Աշխատանքը այսօր ավարտեցիր, կարող ես հանգիստ տանը քո ընտանիքի հետ վայելել։ Շնորհակալ եմ Վարդան։ Հրաշալի օր անցկացրեցինք։ Ահա եւ վերջ, կարծում եմ այսօր եւս շատ հետաքրքիր էր, իսկ ես խոստանում եմ հանդիպելու ենք ուղիղ 1 շաբաթ անց Armenia TV-ի եթերում։ Սպասում եմ ձեր նամակներին իմ YouTube-յան, Facebook-յան, TikTok-յան եւ իհարկե Instagram-յան էջերում։ Կհանդիպենք առայժմ։ Հաջորդ ծրագրում ես հայտնվելու եմ Թայլանդի ցեղերի գյուղերից մեկում, որտեղ վստահեցնում եմ լինելու է շատ հետաքրքիր։ Իսկ դրանից անմիջապես հետո հայտնվելու եմ օձերի աշխարհում։
Իսկ օրն էլ ավարտելու եմ տեղի շուկաներից մեկում, որտեղ համտեսելու եմ այն ամենը, ինչ դուք հաստատ չեք համտեսի։ Ես այլևս չեմ կարողանում ուտել։ Չեմ կարող։